Աշխարհի մի շարք երկրներում իշխանությունները փորձում են սահմանափակել Grok-ի Էլոն Մասկի արհեստական բանականության չաթբոտի գործունեությունը։ Այն անբարո բովանդակությամբ պատկերներ է ստեղծում, ինչը լուրջ մտահոգությունների տեղիք է տվել այդ երկրներում։ Անցյալ ամռանը Grok-ի հովանավոր xAI ընկերությունը չաթբոտում ավելացրեց պատկերների ստեղծման մի գործառույթ, որը այսօր մեծ աղմուկ է առաջացրել աշխարհում։ Որոշ երկրներ անգամ քրեական հետաքննություններ են սկսել։ Ինդոնեզիան առաջին երկիրն է, որը ժամանակավորապես արգելափակել է Grok-ը, որպեսզի պաշտպանի կանանց ու երեխաներին արհեստական բանականության ստեղծած անբարո բովանդակության ազդեցությունից։ Կառավարությունը ոչ համաձայնեցված անպարկեշտ դիփֆեյքերը համարում է մարդու իրավունքների արժանապատվության և թվային տարածքում անվտանգության լուրջ խախտում, ասվում է Ինդոնեզիայի կապի և թվային տեխնոլոգիաների նախարարության հայտարարության մեջ։ Ինդոնեզիայի կառավարությունը համարում է, որ չաթբոտի գործունեությունը խախտում է անձնական կյանքի գաղտնիության իրավունքը։ Ինդոնեզիայից բացի, Մասկի Grok չաթբոտը արգելափակել է նաև Մալազիան։ Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ հետաքննում է Grok-ի կողմից անպարկեշտ բացահայտ սադրիչ պատկերների ստեղծման դեպքերը։ Reuters-ի տվյալներով հանձնաժողովը X-ին պարտավորեցրել է պահպանել Grok-ին վերաբերող բոլոր փաստաթղթերը մինչև տարեվերջ, որպեսզի Եվրամիության երկրները կարողանան գնահատել, թե արդյոք հարթակը համապատասխանում է Եվրամիության կանոններին։ Մեծ Բրիտանիայի լրատվամիջոցների կարգավորող մարմինը հետաքննություն է սկսել xAI-ի մայր ընկերության և Էլոն Մասկի սոցիալական մեդիա հարթակի նկատմամբ։ Մեծ Բրիտանիայի կարգավորող մարմինը կարող է նաև դիմել դատարան, պահանջելով ինտերնետային ծառայություններ մատուցողներին արգելափակել Grok-ի մուտքը, եթե X-ը չկատարի գերատեսչության պահանջները։ Ըստ այդմ, X-ը կարող է տուգանվել իր համաշխարհային շրջանառության մինչև 10% կամ 18 միլիոն ֆունտ ստերլինգի, այսինքն 20 միլիոն եվրոյի չափով։ Այս տարվա հունվարի սկզբին Փարիզի դատախազությունը ընդլայնել է X-ի նկատմամբ իր հետաքննությունը, ներառելով նաև Grok-ը։ Հետաքննությունը ընդլայնելու որոշում է կայացրել նաև Եվրամիությունը այն բանից հետո, երբ մի խումբ քաղաքական գործիչներ հարթակը մեղադրեցին անչափահասների մասնակցությամբ կեղծ անբարո բնույթի տեսանյութեր ստեղծելու և տարածելու համար։ Մոտ մեկ շաբաթ առաջ էլ Իտալիայի տվյալների պաշտպանության մարմինն է զգուշացրել, որ քրեական մեղադրանք կառաջադրվի այն անձանց, որոնք Grok-ի կամ արհեստական բանականության այլ հարթակների միջոցով անբարո պատկերներ կտարածեն։ Նման բովանդակության ստեղծումը և տարածումը առանց պատկերված անձի թույլտվության կարող է համարվել մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների լուրջ խախտում, նշում է Իտալիայի տվյալների պաշտպանության մարմինը։ Դեռ անցած տարի Իտալիան իր քրեական օրենսգրքում նոր հոդված էր ավելացրել, որը մինչև 5 տարվա ազատազրկում է նախատեսում արհեստական բանականությամբ աշխատող դիփֆեյքեր տարածելու համար։ Գերմանիան էլ հայտարարում է, որ շուտով թվային բռնության դեմ նոր օրենքի նախագիծ կներկայացնի։ Ավստրալիայում նույնպես փորձում են հստակեցնել, թե արդյոք Grok հարթակը համապատասխանում է երկրի սոցիալական մեդիայի մասին օրենքին։ Grok-ի շուրջ համաշխարհային բողոքի և քննադատության առաջացրած աղմուկից հետո Տեխասում մի միջոցառման ժամանակ Էլոն Մասկի հետ բեմ դուրս եկած ԱՄՆ-ի պատերազմի նախարար Փիգ Հեքսեթը հայտարարել է, որ իրենք պատերազմի համար զենքեր և համակարգեր են ստեղծում, այլ ոչ թե չաթբոտեր։ Այսօր մենք ուրախ ենք հայտարարելու Grok-ին և xAI-ին միանալու մասին։ Շատ շուտով մենք կունենանք աշխարհի առաջատար արհեստական բանականության մոդելները մեր գերատեսչության բոլոր չդասակարգված և դասակարգված ցանցերում, ինչը վաղուց էր սպասվում, և մենք չենք կիրառի արհեստական բանականության մոդելներ, որոնք թույլ չեն տա ձեզ պատերազմելու։ Միջազգային մամուլը գրում է, որ համաշխարհային այս քննադատությունից հետո արհեստական բանականության Grok չաթբոտը որոշ չափով սահմանափակել է անբարո բովանդակությամբ պատկերների ստեղծման հնարավորությունը։ Աննա Նազարյան, Ռադիոլուր։